Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Կիրակնորյա լրատվական վերլուծականն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Հայաստանը գտնվում է նախընտրական ժամանակաշրջանում եւ այս ժամանակաշրջանն էլ բնորոշվում է նրանով, որ մի գնահատական ենք տալիս յուրաքանչյուր քաղաքացին անցած ճանապարհին ի վերջո այս ռեֆորմների օրակարգը մի բան է, որը յուրաքանչյուրիս անհատապես է վերաբերվում։ Ռեֆորմների մասին մենք շատ ենք խոսել, սակայն մի այնպիսի նեղ մասնագիտական, առանձնահատուկ մասնագիտական ոլորտ, ինչպիսին առողջապահությունն է, որից հասկանում են, այսպես ասենք, քիչ քանակությամբ մարդիկ, բայց բոլորս ենք դրա շահառուն ծնված օրվանից սկսած մինչև այն պահը, երբ մենք աշխարհափոխ կլինենք։ Այնուամենայնիվ այս ոլորտի իրողությունների, անելիքների, իրավիճակի գնահատական այնուամենայնիվ այս պահի դրությամբ անհրաժեշտ է իմի բերել, ներկայացնել եւ ընդհանրապես առարկայական խոսակցություն ունենալ սրա շուրջ։ Մենք գիտենք, որ Հայաստանում ներդրվել է վերջապես շատ ուշացած, բայց այնուամենայնիվ ներդրվել է համընդհանուր ապահովագրման, առողջության ապահովագրման ինստիտուտը եւ անում է իր առաջին քայլերը, ի հայտ են եկել, ինչը շատ բնական է, են առաջին բաց թողումները, հնդածս աշխատանքներ են կատարվում սխալների վրա, շտկում են թերությունները, համակարգն էլ հարմարվում է այդ նոր իրողություններին։ Փորձենք հասկանալ այս ամենը եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր հյուրն է առողջապահության նախկին փոխնախարար, առողջապահության համաշխարհային կազմակերպության նախկին բարձրաստիճան պաշտոնյա եւ հանուն հանրապետության կուսակցության ցուցակի տեխնացու անդամ Թաթուլ Հակոբյանը, բարև ձեզ պարոն Հակոբյան, ուրախ եմ ձեզ տեսնել, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Առողջապահությունը մի ոլորտ է, որտեղ դժվար է ասել, որ բոլորն էլ ամեն ինչ հասկանում են եւ տիրապետում են այն չափանիշներին, թե ինչն է ճիշտը, ինչն է սխալը, կարողանան ձևակերպել, դրա համար անհրաժեշտ է համապատասխան թե կրթություն, թե փորձ, հա, կրթությունն էլ միայն կրթությունն էլ բավարար չի։ Այս ոլորտը ենթարկվում է բարեփոխումների, դժվարությամբ, որովհետև սա եւս ինչպես եւ կրթությունը կոնսերվատիվ ոլորտ է, այսպես ասենք, եւ միայն փոխելու ցանկությունը բավարար չէ։ Հիմա ձեր գնահատական այն համակարգին, որը կա մեր երկրում, իր մեջ բնականաբար եւ անցյալի իներցիան է կրում, բայց եւ միտված է դեպի ապագա, ինչ ունենք այս պահի դրությամբ համեցեք։ Շնորհակալություն Ռուբեն։ Իմիջայլոց ես ուզում եմ ընկերներին եւ մեր բոլոր հետևորդներին տեղեկացնել, որ Ռուբեն Մեհրաբյանը նույնպես մասնագիտության բժիշկ է։ Նախկին կյանքում, նախկին, մասնագիտության բժիշկ է եւ մենք որոշեցինք այս զրույցը կազմակերպել, ես երբ հայտարարեցի, որ զբաղվելու եմ հասարակական քաղաքական գործունեությամբ, այսինքն թողել եմ իմ աշխատանքը արդեն ավարտել եմ աշխատանքը առողջապահության համաշխարհային կազմակերպությունում, այսուհետև ԱՀԿ կրճատ կասեմ, որպեսզի անընդհատ չկրկնեմ, որտեղ մեջբերելու եմ ԱՀԿ-ին։ Փորձենք հայացք, այսպես ռենտգեն, հա, ճառագայթներ ուղենք դեպի մեր առողջապահության համակարգ, տեսնենք թե ինչ կա հիմքում, ինչ կա վերևում, կառուցված, ինչպես է այն գործում, ինչ խնդիրներ կան եւ մենք ինչպես ենք տեսնում այդ խնդիրների լուծումը։ Իհարկե, այս եթերաժամը բավարար չէ բոլոր խնդիրները քննարկելու համար, սակայն ես կփորձեմ, մենք կփորձենք Ռուբենի հետ միասին շոշափել այն հիմնական խնդիրները,
որոնց վրա կառուցվում է համակարգը, որոնց լուծումը անհրաժեշտ է համակարգի գործունեության համար։ Հիմնական գործունեություն։ Որն է այդ գործունեությունը։ Հիմա անդրադառնանք եւ սկսենք առողջապահության համակարգի առաջին հիմնական գործառույթը, որը մտնում է հանրային առողջապահության մեջ։ Դա հիվանդությունների կանխարգելումն է եւ առողջության վրա ազդող բոլոր գործոնների վերահսկում եւ վտանգների կառավարում։ Մենք գիտենք, որ մարդու առողջության վրա ազդում են բազմաթիվ գործոններ, եւ դրական, եւ բացասական։ Հիմա բացասական գործոնների ազդեցությունը պետք է նվազեցվի, չեզոքացվի, դրական գործոններին ավելացվի։ Այսինքն մեր ամբողջ շրջակա միջավայրի բնությունը, օդը, ջուրը, հողի մաքրությունը, մարդու կենսագործունեության բարենպաստ միջավայրը, շրջակա միջավայրի հիգիենան, սննդի անվտանգությունը, կեցությունը, կացարանը, բնակարանը, ջեռուցումը, աշխատանքային պայմանները, տրանսպորտը, բոլոր այս թվարկածները հանրային առողջապահության բաղադրիչներ են եւ սա պետական հիմնական գործառույթն է։ Պետությունը ունի գործառույթ հանրային առողջապահության համար։ Այն կոչվում է հանրային հենց այն հիմքով, որ դրա հիմնական պատասխանատուն պետությունն է։ Հիմա հասկանանք, թե ինչ դեր ունի այսօր առողջապահության նախարարությունը եւ ինչպես է կառուցվում այս հանրային առողջապահության համակարգը։ Արդյոք այն գերատեսչությունները, որոնց պետությունը պատվիրակել է, տվել է գործառույթներ, այս գործոնների վնասարար ազդեցությունը մարդու վրա նվազեցնելու, ինչպես են համագործակցում։ Արդյոք կան հորիզոնական կառույցներ, արդյոք ունեն գիտական եւ փորձագիտական ներուժ։ Արդյոք նրանք ունենային կարողությունները, որպեսզի իրենց հիմնական գործառույթը իրականացնեն։ Եվ արդյոք առողջապահության նախարարությունը ունի համակարգող գործառույթ, որովհետև մենք գործ ունենք առողջության վրա ազդող խնդիրների հետ։ Հիմա իմ սուբյեկտիվ պատասխանը, եթե գնահատենք այս համակարգը, այսպիսին է, որ կարողությունները հատկապես գիտական եւ փորձագիտական եւ ներուժը թույլ է։ Եվ անհրաժեշտ են պետական հստակ քաղաքականություն իրականացնել բոլոր ուղղություններով եւ որպեսզի դրանք բերվի պատշաճ կամ գոնե բավարար մակարդակի։ Ինչ բնույթի աշխատանքներ եք դուք առաջնահերթ պատկերացնում այդ ուղղությամբ։ Հանրային առողջապահության բոլոր ինստիտուտները պետք է հզորացվեն, նրանց փորձագիտական ներուժը պետք է հզորացվի, մասնագետները պետք է պատրաստվեն, փորձագետները պետք է պատրաստվեն, որովհետև բոլոր որոշումները, որ կայացվում է պետական մակարդակով, հենվում են այդ փորձագիտական որոշումների կարծիքների վրա։ Մեկ ցցուն օրինակ եմ ուզում բերել, որպեսզի պարզ լինի, թե ինչպիսի վիճակում է այս համակարգը։ Հիշում եք համավարակի ժամանակ, COVID-ի համավարակի ժամանակ Սահմանադրական դատարանում վիճարկվում էր նախարարության մի հրաման, որով 2 շաբաթը մեկ պետք է թեստավորվեին մարդիկ, որպեսզի աշխատանքի գնային եւ այլն։ Իհարկե ես կարող եմ ընդունել, որ այդ հրամանը, որը ստորագրել էր առողջապահության նախարարը, որը ոլորտի մասնագետ չէ, հա, կարող էր եւ գիտակ չլինել այդ ամեն ինչը, բայց այն մասնագետները, փորձագետները, որոնք այդ հիմնավորումները դրել էին այդ հրամանի տակ, պետք է հասկանային, թե ինչի հիման վրա են այդպիսի հրաման տալիս, հա, եւ իհարկե, բայց դա չի էականը, Սահմանադրական դատարանում դատավորներից մեկը հարցրեց իմունիզացիայի ծրագրի ղեկավարին պատվաստումների մասին եւ իմունիզացիայի ծրագրի ղեկավարը, որը այդ ոլորտի իմունիզացիայի գլխավոր մասնագետն է, գիտակը, տվեց հետևյալ պատասխանը, որ պատվաստման արդյունքում, COVID-ի դեմ պատվաստման արդյունքում առաջացող իմունիտետը
ավելի կայուն է եւ երկարատև, քան երբ մարդը վարակվում է եւ ապաքինվում։ Այո։ Սա հայտարարակ հակագիտական թեզ է եւ որ հնչում է Սահմանադրական դատարանում։ Ես անկեղծ ասած շատ վրդովվեցի, որովհետեւ եթե իմունիզացիայի ծրագրի ղեկավարը դա անում է միտումնավոր, այսինքն ստում է, հակագիտական թեզերը, դա էլ է վատ։ Եթե անում է չգիտակցելով, դա շատ ավելի վատ է, թե ինչ տեղ է զբաղեցնում նա այդ համակարգում։ Ես այս օրինակը բերում եմ, որպեսզի ցույց տամ, թե ինչպես չի կարելի որոշումներ ընդունել առանց գիտական եւ փորձագիտական կարծիքի, առանց հիմնավոր, փաստարկների։ Եվ ամփոփելով հանրային առողջապահության վերաբերյալ իմ մտորումները հարց կարող է հնչել, իսկ որտեղ եմ ես տեսել այդպիսի համակարգեր, բարվոք համակարգեր, կենսունական համակարգեր, որպես տեսլական կարող ենք աչքի առաջ ունենալ եւ տեսնելով մեր թերությունները, այն բացերը որ կա, որն է օրինակելի նստած բոլոր ինստիտուտներից, լաբորատորիաներից, դա ահռելի մի համակարգ է։ Այո, հերք։ Պատկերացնում եք, եւ սննդի անվտանգության, եւ օդի, շրջակա միջավայրի բոլոր այդ կառույցները պետք է իրենց կարողությունները եւ ներուժը հզորացնեն։ Ես այդպիսի համակարգեր տեսել եմ Եվրամիության երկրներում, ընդ որում ավելի զարգացած երկրներում Գերմանիան համերակատարյալ համակարգ ունի այդպիսի։ Եվ Սկանդինավյան երկրներում, այսինքն Եվրամիության երկրներում կա փորձ, կա այդ համակարգերի կառուցման, մոդելներ եւ հորիզոնական կապերի ստեղծման ուրեմն փորձ։ Եվ կարծում եմ, որ Եվրամիության երկրները մեզ շատ կարող են օգնել այդ կարողությունների զարգացման համար։ Հիմա անցնենք մարդուն, անհատին, անձին, քաղաքացուն, որը տարբեր պատճառներով կորցնում է իր առողջությունը։ Հիմա անցնենք մյուս համակարգի մյուս մասին, երբ որ իրականացվում է բուժօգնություն։ Մարդը կորցնում է իր առողջությունը, կարող են լինել վարակներ, կարող են լինել գենետիկ հիվանդություններ, գենետիկ ժառանգական նախատրամադրվածություն, քրոնիկ վիճակներ, մարդու վարքագիծը կարող է բերել որոշակի հիվանդությունների, քրոնիկ հիվանդությունները կարող են սրվել, վատ սովորույթներ։ Վատ սովորույթները, ես ասի վարքագիծը։ Հիմա տեսեք, ինչ է անում մարդը, երբ կորցնում է իր առողջությունը։ Նա եթե թեթև է, դիմում է հարևաններին, ծանոթ բժիշկներին եւ այլն, համացանցում է, փորձում հասկանալ իր հետ ինչ է կատարվում, բայց եթե չի ապաքինվում, կարող է ինչ-որ դեղեր օգտագործել, ինքնաբուժմամբ զբաղվել եւ այլն։ Եվ հասնում է այն վիճակին, երբ որ չի ապաքինվում, ինչ է տեղի ունենում, սրվում է վիճակը, անհրաժեշտ է լինում կամ շտապ օգնության, կամ դանակը հասնում է ոսկոր։ Դանակը հասնում է, այդ մեր խոսքն է, ժողովրդական, դանակը հասնում է ոսկորին եւ դիմում է բժշկական կենտրոն կամ շտապ օգնության։ Ինչ է տեղի ունենում մարդը։ Մարդը զգում է տկարություն, ցավ, տառապանք։ Խնդրում եմ հիշեք այս առանցքային, այս բանալի եզրույթները ցավ եւ տառապանք։ Եվ նրա հետ տառապում են ոչ միայն, ասենք, իր հարազատները, իր մտերիմները, իր սիրելի մարդիկ։ Եվ ինչ է հետաքրքրում այդ մարդուն, հիվանդին, առավել եւս քան նաեւ հարազատներին։ Ապաքինվել։ Միակ ցանկությունը, որ բնության մեջ նա ունի, չէ՞, իր բոլոր ցանկությունները, զգացմունքները մի կողմ է դրվում, ոչ մի բան չի ուզում մարդը։ Մարդը ուզում է ապաքինվել, ազատվել այդ ցավից եւ տառապանքից։ Հիմա սա շատ կարևոր պահ է, որ մենք մտնում ենք արդեն բուժօգնության համակարգ։ Հետևաբար, երբ մարդը դառնում է խոցելի, ցավով եւ տառապանքով մտնում է այդ համակարգ, ինչպիսին պետք է լինի այդ համակարգը, ինչ սկզբունքների եւ արժեքների վրա պետք է կառուցված լինի,
Ինչ գիտելիքներով պետք է զինված լինի, ինչ տեխնոլոգիաներով պետք է զինված լինի։ Ինչ է պետք ցավ եւ տարապանք ունեցող մարդուն առաջին հերթին մարդասեր եւ գթասիրտ վերաբերմունք։ Երկին։ Ճիշտ է։ Եվ հիշում եք, այդպիսի սկզբունք կար, երբ ասում էինք, որ եթե պացիենտը բուժաշխատողի հետ առաջին շփումից հետո մի քիչ իրավիճակը չբարելավեց, ուրեմն ինքը սխալ տեղ այո։ Հիմա եկեք հարց տանք, ինչ արժեքների վրա է հիմնված մեր այսօրվա բուժօգնության համակարգը։ Ես չեմ ասում առողջապահության, որովհետև մենք դա վերագրեցինք։ Դա ավելի լայն, ասենք հանրային առողջապահություն։ Կոնկրետ բուժօգնության համակարգը մարդուն տարան հիվանդանոց։ Հիմա ես տեսել եմ բազմաթիվ գթասիրտ եւ մարդասեր բուժաշխատողների։ Կան այդպիսիները, որոնք իրենց իրական առաքելության մեջ են։ Այն բուժաշխատողը, որը իրեն չի զգում այդ առաքելության մեջ, բժշկական հաստատությունում իրավունք չունի լինելու, ցանկացած բուժաշխատող։ Եվ հիմա մինչև ախտորոշման կամ այլ միջամտությունների կիրառումը մարդուն բերել են հիվանդանոց։ Որն է հիմնական առաջին հարցը, որ տրվում է հիվանդին կամ նրա հարազատներին։ Որն է։ Ինչ է զգում, որտեղ է դա ցավում։ Մինչև այդ, այսպես ասած, դիագնոստիկ միջոցառումները եւ դրա հետ մեկտեղ ինչ հարց են տալիս։ Վճարունակության։ Այդ էլ կա, այո։ Ով է վճարելու։ Փողը որտեղ է։ Հիմա ես հիշում եմ, որ համավարակից հետո ԱՀԿ կառավարիչների համաժողովն է առաջին 22 թվականի դեկտեմբերն է, հավաքվել ենք Ժնևում եւ քննարկում ենք այն խնդիրները, որ առկա էին համավարակի ժամանակ, քաղաք դասերը եւ այլն։ Եվ արձանագրվեց ամենակարևոր խնդիրը գլոբալ առողջապահության։ Որ առողջապահության համակարգերը, բուժական համակարգերը վերածվել են շահույթ հետապնդող ինդուստրիայի, եւ սա վերաբերում է համարաբոլոր երկրներին։ Ես այսօր չեմ ցանկանում, որ մենք քննարկենք այդ համավարակի հետ կապված այդ ամբողջ պատմությունը, որովհետև այն բարդ թեմա է, ես էթիկայի նորմերից ելնելով նույնիսկ իրավունք չունեմ բացել այնպիսի տեղեկություններ, որոնք ես ունեցել եմ աշխատելով ԱՀԿ-ում։ Բայց երբ կլինեն հնարավորություններ, երբ պետք է մատնացույց անել ինչ-որ խնդիրների լուծման, ես կարող եմ այդ միջամտությունների մասին խոսել եւ առաջարկել լուծումներ։ Ուսանելի պատմություն է բոլոր դեպքերում։ Մենք լծակ չունենք հիմա որևէ գործողություն անելու, ուղղակի խոսելը կարող է եւս մեկ անգամ ցավ պատճառել մարդկանց, որոնք կորուստներ են ունեցել այդ համավարակի ժամանակ։ Եզրակացությունը հետևյալն է. առողջապահության համակարգերը վերածվել են շահույթ հետապնդող ինդուստրիայի։ Եվ մեր համակարգը Հայաստանի անմասն չէ, երբեմն ավելի գռեհիկ դրսևորումներով։ Մեր քաղաքացիները իրենց վրա զգում են այդ ամենը, թե ինչ է տեղի ունենում, հատկապես խոշոր հիվանդանոցներում, որտեղ տեսնում են, թե ինչ այսպես կոնվեյերային համակարգ է գործում, հա։ Հիվանդների մուտք, ելք եւ եկամուտների եւ շահույթների հոսք գեներացում։ Եվ այս վիճակը նոր չէ, միանգամից չեղավ, 3 տասնամյակ փորձագետները գլոբալ մակարդակով հետևում էին, գնահատում էին եւ փորձում էին հասկանալ, թե ինչ է տեղի ունենում առողջապահության համակարգերում եւ ինչ միտումներ, ինչ զարգացումներ, որոնք են մեխանիզմները, որոնք վնասում են այդ համակարգին, դեգրադացնում են այդ համակարգը եւ շեղում են իր հիմնական խնդրից, որ պետք է լուծի, դա առողջության գեներացումն է,
մարդու ցավի եւ տառապանքի դարմանումն է, այդպիսինն է ստեղծվել համակարգը։ Եվ եզրակացությունները հետեւյալն են։ Առաջին, առողջապահական համակարգերը դեգրադացվում են շուկայական մեխանիզմների կիրառման դեպքում։ Ումիջիայլոց սա վերաբերում է նաև կրթության համակարգին, եթե տեսնենք, հա։ Հետևաբար շուկայական մեխանիզմները կիրառելի չեն առողջապահության համակարգում։ Մրցակցությունը եւ շահույթ հետապնդելու մոլուցքը խաթարում է մասնագիտական, իրավական եւ համամարտկային հարաբերությունները։ Սա շատ կարևոր եզրակացություն է։ Տեսեք, օրինակներ բերենք, թե ինչի է բերում այդ մրցակցությունը բժիշկների, հիվանդանոցների, բժշկական կենտրոնների միջև։ Սա առանձնապես վերաբերում է հիվանդանոցային սեկտորին։ Մասամբ նաև արտահիվանդանոցային, երբ մենք խոսում ենք դիագնոստիկ ծառայությունների մասին, որտեղ եւ լաբորատոր դիագնոստիկ ծառայություններ, որտեղ մենք տեսնում ենք, որ մեծ մրցակցություն կա եւ տեսեք ինչպես են գործընկերները միմյանց փնովում։ Նկատել եք, չէ՞։ Մեկը մյուսի հասցեին ինչպիսի պիտակներ, հա։ Հիշում եք գովազդային են վահանակները, երբ փողոցի վրա, այդ մեծ վահանակների վրա բժիշկները իրենց նկարներն էին այսպես փակցնում, ֆանենդասկոպով, այսպես կանգնած, այս տարվա այս լավագույն բժիշկ եւ այլն, դա ուղղակի վիրավորական է բոլոր այլ բժիշկները։ Ես այդպիսի բան չեմ տեսել աշխարհի որևէ երկրում, որտեղ եղել եմ։ Որ բժիշկը իրեն գովազդի փողոցում մեծ վահանակի վրա։ Սա նորմալ բան չէ։ Սա այսպես կոչված այդ մրցակցության վուլգար դրսևորում, վուլգար գրեհիկ դրսևորումն է։ Մյուսը, որ առաջանում են մեծ մասնագիտական կոռուպցիոն ռիսկեր։ Ինչու մասնագիտական կոռուպցիոն ռիսկեր, փորձեմ պարզաբանել։ Խոսքը պացիենտների կողմից այդ նվերների, շնորհակալության եւ դրա մասին չի խոսքը։ Չէ, դա սովորական բան է։ Մարդը շնորհակալ է։ Նույնիսկ պետք չի պայքարել, ինչպես այսպես գործուն պայքար են մղում եւ այլն։ Նույնիսկ կարելի է նվիրատվությունների ձևով ինչ որ ձևով դրանք օրինականացնել, ինչպես պետական պաշտոնյաները բարձրաստիճան, չէ, տարբեր երկրներում, հա, նվերներ են ստանում եւ բերում։ Բայց ասենք որոշակի մակարդակի եւ չափ։ Որից հետո պետք է հայտարարագինս։ Բայց խոսքը վերաբերում է այն փաստին, որ այդ շահույթ հետապնդելու մոլուցքը հատկապես հիվանդանոցներում, հիվանդանոցների տնօրեններն են, տերերն են, հա, այն ճարպիկ տղաները, որոնք ժամանակին դարձան հիվանդանոցների տերեր, կամ հիվանդանոցներ կառուցեցին, հասկանալը, որ այդտեղ շահույթ կա, հա, այդտեղ կարելի է փող աշխատել մարդկանց ցավի եւ տառապանքի վրա։ Խոսքը հիպերախտորոշման, հա, ինչ որ ասում ենք հիպերդիագնոստիկայի եւ հիպերնշանակման, ոչ անհրաժեշտ դերերի, հետազոտությունների եւ այլն։ Եվ սա այն հիմնական եզրակացություններ են, որ 3 տասնամյակ շարունակ փորձագետները ուսումնասիրում էին եւ եկան եզրակացության, որ պետք է շուկայական մեխանիզմները առողջապահության համակարգում զսպվեն։ Շահույթ հետապնդելու ինդուստրիան պետք է իր ախորժակը կարողանա զսպել, հա, որովհետև եթե, տեսեք, այսպես շարունակվի, ոչ պետական միջոցները, ոչ ֆիզիկական անցած միջոցները չեն հերիքի այս գնաճին, տեխնոլոգիական առաջընթացին, տեսեք ինչ գնաճ կա առողջապահության համակարգում։ Եվ կխժռի ամբողջ պետական բյուջեն, հիմա երբ որ խոսենք ապահովագրության մասին, ես կասեմ, թե դա ինչ համակարգ է եւ ինչ զարգացումներ կարող է ունենալ հետագայում։ Եվ ապագա կառավարությունը պետք է այս բոլոր հարցերին անդրադառնա։ Մենք այս բոլոր հարցերը բարձրացնելու ենք ապագա կառավարության արժեք, բարձրացնելու ենք պարլամենտում, եթե մեր քաղաքացիները մեզ հնարավորություն տան լինել իրենց ձայնը խորհրդարանում։ Հիմա պետք է
ինտեգրել առողջապահության համակարգը եւ ուժեղացնել պետության կարգավորիչ դերը։ Սա է առաջին հիմնարար խնդիրներից մեկը, որ պետք է դնել։ Այստեղ պետք է գովեստի մի քանի խոսք ասեմ կառավարությանը գործող 25 թվականին, եթե չեմ սխալվում, առողջապահության նախարարը երբ հաշվետվություններ ներկայացնում նախարարությունում, վարչապետին հաշվետվություններ ներկայացնում, այնտեղ խոսվեց, որ մարզային 42 բժշկական կենտրոններ, հա, դրանց կառավարման լիազորությունները տրվել է առողջապահության նախարարության։ Պետական, այո, պետական։ Բոլոր, որոնք նախկինում գտնվում էին մարզպետարանների եւ նույնը նաեւ կրթության ոլորտում կրթական։ Սա շատ դրական քայլ է։ Սա շատ հիմնարար քայլ է, որ կառավարությունը ձեռնարկել է, մենք չենք կարողանում տասնյակ տարիներ այս խնդիրները լուծել, որովհետեւ մարզպետները դարձել էին այսպիսի մի, ասեմ, այդ տարածքների, այդ մարզերի, այսպես ասած, իշխանները, հա, նրանց ձեռքից բդեշները, իշխանները նրանց ձեռքից որևէ բան վերցնել հնարավոր չէր, եւ իրենք ուզում էին կառավարել, ինչ գիտեին, առողջապահություն, կրթություն, ամեն ինչ ուզում էին այնտեղ կառավարել։ Եվ այդ առումով այս որոշումները կառավարության, որ վերաբերում են եւ բժշկական կենտրոններին եւ կրթական հաստատություններին, պետք է շատ դրական, բայց դրան պետք է հետևի նաեւ հաջորդ քայլը, այսինքն պետք է առողջապահության նախարարությունը եւ իր համակարգը այնպիսի հզորություններ զարգացնել, որպեսզի կարողանան այդ համակարգը կառավարել եւ կադրային առումով, եւ ինստիտուցիոնալ առումով, եւ որակի կառավարման սա ամենալուրջ խնդիրներից մեկն է։ Հիմա նույնիսկ կարելի է մտածել արդեն դրան պետք է հետևի նաև ընդհանրապես մարզպետարանների ապագայի հարցը։ Արդյոք այդ կառույցները չեն դարձել մեր կենսաբանական լեզվով ասած ռուդիմենտ, այսինքն անպիտան, մեր պետական օրգանիզմի համար, որովհետև ինչ ֆունկցիա են կատարում։ Դե ենթադրվում է տեղական ինքնակառավարման մարմինների զարգացմանը զուգընթաց, ռուդիմենտը գնալով կփոքրանա։ Փաստացի, այո, փաստացի ռուդիմենտը մանավանդ այս խոշորացումն էլ որ տեղի է ունեցել, Հայաստանը հիմա ըստ էության ոնց որ 70 կլաստերների է բաժանված։ Պետք է կայանան այդ ամենը։ Ենթադրաբար դա այդպես։ Ենթադրաբար, բայց սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, իհարկե ես ուզում եմ դա տեսնել ապագա սահմանադրության մեջ, որ դա, այսինքն լուծված լինի այդ խնդիրը այլևս, որովհետև դրանք իսկապես արդեն կորցրել են իրենց դերն ու նշանակությունը։ Այնքանով, որքանով որ պետք է օգնեին տեղական կառավարման մարմիններին, որպեսզի նրանք ճիշտ մեկնաբանեին եւ կիրարկեին նախագահի հրամանագրերը, կառավարության որոշումները եւ ազգային ժողովի կողմից ընդունված օրենքները, այդ ֆունկցիան այլևս նրանք չեն կատարում։ Նրանք վերցրել են նույնիսկ տեղական ինքնակառավարման մարմինների որոշ ֆունկցիաներ, սոցիալական ծառայությունների եւ այլն։ Հիմա սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, դուք կարող եք դրան այդպես ընթացք տալ կամ ծրագրի մեջ բոլոր դեպքերում։ Համենայն դեպս սա պետք է նաև քննարկման առարկա դառնա ապագա նոր սահմանադրության նախագծի քննարկման ժամանակ։ Հիմա անցնենք ապահովագրության այն top թեման, եթե այլ հարց։ Այո, դե էլ ոնց որ նախաբան հա այս թեմային, սա նոր համակարգ է Հայաստանում, պատմության մեջ նման համակարգ չի եղել, պարոն Հակոբյան, մի կողմից։ Մյուս կողմից, մենք խոսում ենք, որ մարդիկ գալիս են հիվանդանոց ու առաջին ինչ հարցնում են, ասում են իսկ ներողություն, իսկ փողը, հա։ Դուք տեղյակ եք, որ ասենք ձեր հիվանդության տակից դուրս գալու համար ձեզ պետք է, ասենք, այսքան փող։ Մյուս կողմն էլ կա, էլի մենք բժիշկներ ենք եւ գիտենք, որ բժիշկները արդյոք վարձատրվում են այնքան, որքան արժի նրանց կվալիֆիկացիան, նրանց անցած կրթությունը, նրանց փորձը, նրանց կողմից ցուցաբերվող այդ օգնության արժեքը արդյոք արդարաբար է հատուցվում, հա։ Բազմաթիվ երկրների փորձը ցույց է տալիս, որ այս թվում է թե հակադրությունը, որը կա,
լուծվում է հենց այս համակարգերի, այս համընդհանուր ապահովագրման համակարգերի ներդրմամբ։ Նաև ապահովվում է, այսպես ասենք, առողջների եւ հիվանդների համերաշխությունը այս հարցում։ Եվ այլն, այսինքն բոլոր առումներով սա երևի թե շատ ու շատ պրոգրեսիվ լուծում է, բայց դեռ առաջին քայլերն է անում ձեր դիտարկումները սրա հետ կապված հանցեք։ Ես կանդրադառնամ այս համակարգի դարձյալ հիմնական խնդիրներին, որտեղ բազմաթիվ այլ խնդիրներ կան, որոնց վերաբերյալ ես կարծում եմ, որ դեռ շուտ է այդ մասին խոսել։ Այսինքն չենք հասել դեռ դրան։ Կան դրանց, այսպես ասած, ծիլերը, որ կարող են հասունանալ, այդ խնդիրները կարող են հասունանալ, բայց դեռևս հնարավոր է, որ ընթացքում այդ խնդիրները լուծվեն։ Հիմա եկեք ես մի պատմական այս ակնարկ, հա, էքսկուրս անեմ դեպի անցյալ։ Ես ունեմ այդ պատմական հիշողությունը դեռևս 1997 թվականից։ 1997 թվականին առողջապահության համակարգում նախաձեռնվեց բարեփոխումների մի քանի այսպես ուղղություն։ Առաջինը Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ եւ վարկային ծրագիրեր եւ դրամաշնորհային ստեղծվեց պետական առողջապահական գործակալությունը եւ մյուս ուղղությունը դա բարեփոխումներն էին եւ առողջության առաջնային պահպանման ուղղակի հզորացումներ, ընտանեկան բժշկության ներդրում, կրթական ծրագրեր եւ այլն, որպեսզի դա համակարգի, այսպես բուժական համակարգի հիմքն է, նաեւ կանխարգելիչ որոշ չափով։ Բագը նախատեսվում էր որպես ապագա պետական ապահովագրական համակարգի, այսպես ասած, առանցքային ինստիտուտ, այսինքն որպես հիմնադրամ, ապագա հիմնադրամ։ Բագը վերցրեց ֆինանսավորման, այսինքն ֆինանսների բաշխման հիմնական պետպատվերի ֆինանս։ Պետպատվեր։ Հիմա տեսեք 97 թիվ մինչև 22 թիվը իրավիճակը կարելի չէ, ֆինանսները, հոսքերը, եկամուտները շատ ցածր էին, պետական եկամուտները, հատկապես 99 հոկտեմբերի 27-ից հետո, այսպես ասած, տնտեսությունն էր եւ քաղաքական համակարգը որոշ չափով 2008-ի անկումը 14%, բայց 99-ից հետո մինչև 2002 թվականը մեր պետությունը եւ տնտեսությունը եւ համակարգը, այսպես ասած, ուշքի էր գալիս այդ ցնցումից հետո, այդ տերորիստական ակտից հետո 22 թվին որոշ չափով իրավիճակը բարելավեց եւ ոլորտի պատասխանատուները որոշում կայացրեցին գնալ ինտենսիվ մասնավորեցման։ Ընդ որում այդ 30 տարվա մասին, որ ես խոսում էի, այդ 3 տասնամյակ աշխարհի բոլոր երկրները իրենց առողջապահական համակարգերը եւ ԱՀԿ-ն նույնպես հետազոտում էր այդ համակարգերը։ 3 տասնամյակ հետո եկան եզրակացության, որ մասնավորեցումը որպես այդպես շուկական մեխանիզմներից մեկը մրցակցության եւ այլն առանձնապես այս փոփոխություն չի առաջացնում առողջապահության համակարգի գործունեության մեջ, հատկապես որակի բարելավման, գնաճի, այսպես ասած, զսպման եւ սկսվեց այդ գործընթացը։ Բանկի մասին բոլորը մոռանում էին, այսինքն նախարարները գալիս գնում էին, բայց ապահովագրության մասին առաջին 2 շաբաթը խոսում էին ապահովագրության մասին, ես առնվազն պես աշխատել եմ 5 նախարարի հետ, այդպես շարունակական։ Գալիս էին, հետաքրքրվում էին ու հետո վերադառնում էին իրենց հիմնական գործին, պետպատվերի գումարների բաշխման, այսինքն ապահովագրությունը կորպորատիվ շահը առնվազն արկա էր։ Չէ, առնվազն լծակ կա ձեռքին։ Այսինքն ֆինանսների նախարարություն եւ առողջապահության նախարարություն երկու նախարարն էլ որևէ կերպ չեն ուզում այդ ֆինանսական միջոցների բաշխումը իրենց ձեռքից բաց թողնեն եւ պատվիրակեն հիմնադրամին։ Այո։ Որտեղ եթե ստեղծվում է հիմնադրամ, ապա գումարները այնտեղ է։ Այսինքն որ
քննարկենք այս հիմա գործող համակարգը, կտեսնենք թե ինչ քայլեր է արվել եւ որոնք են խնդիրները։ Հիմա մենք կարող ենք ցանկացած պահի վերցնել պետպատվերը, վերանվանել պետական ապահովագրություն։ Կարող ենք։ Պագի ուրեմն պագը վերանվանել ապահովագրական հիմնադրամ։ Կարող ենք։ Պետպատվերի շրջանակը որոշ չափով այդպես փաթեթը ավելացնել եւ ասել, որ մենք ներդրեցինք առողջության ապահովագրություն։ Դա կարող էինք անել 20 տարի առաջ, նույն կերպ։ Ընդ որում այդպես էլ առաջարկվում էր, բայց ապահովագրությունը ունի մի քանի բաղադրիչ։ Եթե այդ բաղադրիչներից որևէ մեկը չկա, այդ համակարգը չի աշխատում։ Այն ձևախեղվում է։ Ինչ է պետք ապահովագրության համար։ Ապահովության հիմնական գաղափարը դուք շատ ճիշտ նշեցիք, առողջներ եւ հիվանդներ։ Խնդիրը հետեւյալն է, որ հանրային առողջապահության տեսանկյունից, անհատների առողջապահության տեսանկյունից հիվանդության ռիսկերը, հիվանդության բերած ռիսկերը, հատկապես ինչ վերաբերում է առողջության կորստին, ֆինանսական կորուստներին եւ այլ, դա բաշխվում է հասարակության վրա։ Տարբեր շերտերի, գործատուների, այստեղ 3 մասնակից կա։ Ապահովադիր պետությունը, այն քաղաքացիների համար, որոնք վճարունակ չեն, իսկ հասարակության մեջ լինում են այդպիսի, օրինակ ուսանողները, որոնք գտնվում են ուսման մեջ, հա, եւ ոչ միայն պետք է նրանց անվճար, այսպես պետությունը պետք է հոգա նրանց ուսման վարձը եւ այլն, բայց նաեւ նրանց կեցության, նրանց առողջապահության եւ առողջության խնդիրը։ Եվ գումարած նաեւ կախված այդ օգնության արժեքից, հա, կարող է այնպեսի որովհետեւ պաթոլոգիա կա, որի բուժումն էլ շատ թանկ արժի ու ամեն մեկի կան քրոնիկ հիվանդներ, դրանք այդ քրոնիկ հիվանդները նրանք ընդգրկված են այդ փաթեթի մեջ, նրանք որ սուր քրոնիկ հիվանդություններ ունեն, նրանք հաշմանդամության կարգ ունեն եւ այլն, այդ բոլորը ընդգրկված էին պետպատվերի մեջ, այսօր էլ ընդգրկված են ապահովագրության փաթեթի մեջ, հա, ապահովագրվում են պետության կողմից 65 եւ բարձր տարիքի անձինք։ Ոչ բոլորն էին պետպատվերի շրջանակներում, նախկինում, հա, օգտվում պետության աջակցությունից, այսինքն պետությունը ապահովում էր նրանց անվճար բուժօգնությունը։ Բայց հիմա 65 բարձր բոլորը։ Որևէ այսպես տարանջատում տարբերություն չկա, այդ մարդը քրոնիկ հիվանդ է, հիվանդ չէ եւ այլն։ Հիմա բայց ապահովագրության զարգացման համար ամենակարևորը հետեւյալն է, այն ինչ որ դուք ասացիք, առողջները վճարում են հիվանդների համար։ Եվ 3 ապահովադիր է պետությունը, ինչպես ասացի, գործատուները եւ ինքը եւ ֆիզիկական անձինք։ Դասական ապահովագրության դեպքում ապահովագրավճարները վճարվում են ֆիզիկական անձանց կողմից եւ գործատուի կողմից։ Պետության դերը պետք է հնարավորինս նվազ լինի այստեղ պետության ապահովագրավճար վճարելու դերը, բայց մենք հիմա օրենքով նայում ենք այս օրենքը, որ ընդունվել է, այստեղ տեսեք ապահովագրավճար վճարող, սույն օրենքի համաձայն ապահովագրավճար վճարող ֆիզիկական անձ։ Իսկ որ է պետությունը։ Արդյոք պետությունը ապահովում չէ։ Այստեղ նշում է, որ պետությունը բյուջետային տարվա բյուջեի չափն է որոշում, թե ինչքան պետք է տա եւ այլն, բայց ուր է գործատուն։ Որովհետեւ ֆիզիկական անձը եւ գործատուն այս համերաշխությունը, որ դուք ասացիք առողջների, սա սոցիալական պատասխանատվության մի ձև է, հա, գործատուի կողմից գործատուն այդ ապահովագրավճարի մի մասը վերցնում է իր վրա, հա, իրենք փոխադարձ համաձայնությամբ, այդպես է մեզ հայտնի եվրոպական համարյա բոլոր երկրներում, որտեղ ապահովագրության բրիտանական մոդելը այդ համավճարով է, երրակողմ համավճար, հա, քաղաքացի իր գործատուն եւ պետություն։ Եվ եթե նա աշխատում է պետական հիմնարկում, չէ,
դառնում է, որ 2/3-ն է պետությունը տալիս, թե որպես գործատու, թե որպես պետություն, 1/3-ը մնում է քաղաքացու։ Հիմա այդ համամասնությունները կարելի է որոշել, հա, հաշվի առնելով եկամուտները, մարդին եկամուտ վճարվող եկամուտների չափով եւ այլն, հա, բայց այնուամենայնիվ, եթե մենք ուզում ենք այս համակարգը զարգանա, այս կառուցվածքով այն չի կարող զարգանալ եւ այն բախվելու է բազմաթիվ խնդիրների։ Տեսեք, բերեմ օրինակ։ Առաջին երամսյակի թվերով, այստեղ ինձ մոտ այդ թվերը կան, տեսնենք որտեղ են մի վարքյան, հեսա գտնեմ, հա։ Նախարարությունը հաշվետվություն է տալիս, որ ծախսվել է մոտ 40 միլիարդ դրամ։ Այո։ Առաջին երամսյակում ապահովության համար։ Հիմա 25 թվականի բյուջեն 162 միլիարդ էր։ Եվ այդ նույն քննարկման ժամանակ վարչապետը հայտարարեց, որ առողջապահության բյուջեն ավելանում է եւս ինքը ասեց $100 միլիոն ավել, մոտավորապես 60 միլիարդով եւս ավելանում է, դառնում է 220 միլիարդ։ Հիմա մենք եթե դինամիկան այսպես շարունակվի, ապա պետական միջոցները կարող են չբավականացնել։ Ես ենթադրում եմ, որ պետությունը պարտ վերցրեց 120, ենթադրում եմ, վստահ չեմ, որտեղ դա գնում է բյուջե։ Եվ ֆինանսների նախարարությունը հետո ինչպես է դա վերաբաշխում, $120 միլիոն պարտ վերցրեցին վերջերս, թերևս այս ապահովության համակարգը սկսելու համար, հա։ Հիմա տեսեք, եթե եւ ընդ որում այդ ապահովագրավճարները ֆիզիկական անձինք վճարում են պետբյուջե։ Այո։ Օրենքում գրված է, որ վճարվում է պետական բյուջե։ Ապա ուր է հիմնադրամը։ Հա։ Ապահովության համակարգը չի կարող գործել, եթե մենք չունենք կենսունակ, ֆինանսապես կայուն եւ զարգացող ապահովագրական հիմնադրամ։ Եվ բոլոր միջոցները պետք է գնան հիմնադրամ։ Հենց հիմնադրամ։ Բյուջեից էլ, անձից էլ, գործատուից էլ բոլորը պետք է գնա հիմնադրամ։ Այսօր ես հասկանում եմ նախկինում էլ ինչու այդ համակարգը չէր կանում, ֆինանսների նախարարությունը լուրջ խոչընդոտ էր հանդիսանում։ Ցանկացած նախաձեռնություն, երբ առողջապահության նախարարությունը դիմում էր ֆինանսների նախարարություն, եկեք քննարկենք մեր գործընկերների հետ, համաշխարհային բանկ, առողջապահության համաշխարհային կազմակերպություն, համակարգը ներդնենք, ֆինանսների նախարարությունը այսպես պատ էր դնում եւ ասում էր, ես չեմ թողնի, որ իմ ձեռքից որևէ միջոց գնա ինչ-որ հիմնադրամ։ Դե ֆինանսների նախարարի պաշտոնն այնպեսին է, որ ցանկացած ֆինանսների նախարար խոսակցությունը նա սկսում է ոչից։ Հետո նոր Բայց բոլոր հիմնավորումները կային, բերում էինք տարբեր երկրների փորձ եւ որ հիմնադրամը առանցքային ինստիտուտն է այս ամբողջ համակարգում, որ մենք կոչում ենք։ Պետության դերը ժամանակի ընթացքում կարող է նվազել, հա, պետական միջոցների ներդրումը, այսինքն պետության ապահովագրավճարները կարող են նվազել։ Եվ տնտեսության զարգացման, քաղաքացիների եկամուտների աճի հետ մեկտեղ այդ հիմնադրամի եկամուտները ավելանալու են հենց այդ աղբյուրներից, այսինքն ֆիզիկական անձանց վճարումներից, գործատուների վճարումներից։ Այսօր գործատուներ կան, տեսեք, խոշոր ընկերություններ, բանկեր, կորպորացիաներ, չէ, մի քանի հազար աշխատող ունեն, չէ։ Նրանք իրենց նախկինում իրենց աշխատակիցներին ապահովագրում էին, հա։ Մասնավոր ապահովագրական ընկերության հետ պայմանագիր էին կնքում եւ մի կլորիկ գումար էին վճարում իրենց ըստ հաշվարկված հակագների, ընդհանրենք մի տարեկան մեկ անձի համար, ասենք 100-ից 150 հազար դրամ վճարում էին մասնավոր ապահովագրական ընկերություններին։ Հիմա, տեսեք, օրենքը ասում է, որ եթե այդ փաթեթը, որ պետությունն է առաջարկում, հա, ծածկում է 200,000 եւ ավել աշխատավարձ ունեցող անձանց, ապա մասնավոր ապահովական ընկերությունները չպետք է վերցնեն այդ փաթեթի դիմաց գումար։ Հա? Բայց դա կարող են թույլ տալ 28 թվից հետո։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ
հաշվարկ, որ մասնավոր ապահովական ընկերությունները կարող են լոբինգ անել այս համակարգը տապալելու համար, որովհետև իրենց կայուն եկամուտներից զրկվում են։ Այսինքն կան հետևյալ հիմնական խնդիրները, եւ ես ուշադրություն եմ ուզում հրավիրել ապագա կառավարության։ Ապահովագրական համակարգը կարող է գործել միայն կայուն եւ ֆինանսապես կենսունակ ապահովական հիմնադրամի դեպքում։ Բոլոր ապահովագրավճարները պետք է վճարվեն ապահովագրական հիմնադրամ։ Այսօր այդ հիմնադրամը ընդամենը այսպես դիտորդի կարգավիճակ ունի, այս հաշվետվությունները արմեդով գնում են, իրենք տալիս են գանձապետարան, առողջապահության նախարարություն եւ փոխհատուցում է տեղի ունենում այդ ուրեմն հավաստում են այդ կատարված ուրեմն բուժօգնությունը եւ ստանում են փոխհատուցում։ Եվ դա կարող է տևել 60 օր, գիտեք։ Մեկ ամսից 60 օր, այսինքն պետք է նշեմ նաև, որ հիմնադրամը հիմնականում օպերացիոն իր գործողությունների համար կարծես թե առողջապահության նախարարությունը ինչ որ տենդեր է հայտարարել, որովհետեւ վերցնի ինչ որ մասնավոր ընկերություն, որ դա անի։ Այդ ամբողջ գործառույթը։ Այդ դեպքում ինչի համար է ստեղծվել այդ ապահովական հիմնադրամը։ Հիմնադրամ նշանակում է եկամուտներ, որոնք ուղղվում են այնտեղ։ Դրանք կարող են լինել նաև նվիրատվություններ, դրանք կարող են լինել նաև հանգանակություններից եկած գումարներ։ Մարդը կարող է ֆիզիկական անձը կարող է որոշել, որ իր ունեցվածքի ինչ որ մի մասը տալիս է, հա, ֆինանսական այդ հիմնադրամի կարևորությունը կայանում է նրանում, որ հիմնադրամ մտած գումարը ծախսվում է բացառապես ապահովագրության դեպքերի համար։ Ուրիշ որևէ նպատակով այդ գումարը չի ծախսվում։ Իսկ եթե այդ հիմնադրամը այնքան է հարստանում, որ տարեցտարի կարող է նաև խնայողություններ ունենալ, հա? Ինչպես ասենք կենսաթոշակային հիմնադրամները, գիտեք, արտասահմանում ոնց է, նրանք բաժներ մասեր էին վերցնում, պարտատոմսեր էին գնում, բոնդեր կոչված եւ այլն, եւ տոկոս էին ստանում դրանից։ Հիմնադրամը պետք է հիմնադրամից ոչ մի լումա, ոչ մի դրամ պետ բյուջե հետ չպետք է գնա։ Ինչ որ մտավ հիմնադրամ, մնում է հիմնադրամում։ Եվ ծախսվում է բացառապես ապահովագրված դեպքի համար։ Եվ եթե այդ հիմնադրամի եկամուտները աճում են, բնականաբար քննարկվում է նաև փաթեթի, փաթեթն են մեծացնում բուժօգնությամբ, հասարակության տարբեր խմբերին են, որոնք ընդգրկված չեն ընդգրկում։ Այսինքն, եթե մենք ուզում ենք կայուն զարգացում այս համակարգի, պետք է այս խնդիրները լուծվեն։ Կարծում եմ, որ ապագա կառավարությունը եւ ազգային ժողովը, նույնպես այս օրենքի մեջ կան, չեմ ուզում այդպես անդրադառնալ, ընդունված արդեն օրենքին, բայց այստեղ էլ խնդիրներ կան, օրենքի մեջ փոփոխություններ պետք է տեղի ունենան եւ այս կառուցվածքային փոփոխությունները պետք է տեղի ունենա ապահովության զարգացման համար։ Այսինքն ամփոփելով այս թեման, որովհետև այն շատ է շահարկվում, հա, պետք է ասենք, որ առաջին քայլը արված է։ Բրավո, բայց կան լուրջ խնդիրներ, որ եթե առաջին չի նշանակում վերջին, չէ՞։ Ոչ միայն, այսպես սա զարգացում չի կարող ապահովել, եթե իմ կողմից նշված կամ տարբեր մասնագետներ կան նաև, որոնք այս խնդիրների շուրջ իրենց առաջարկություններն են արել եւ պետք է լսել մարդկանց եւ եթե այդ քայլերը չձեռնարկվեն, համակարգը կարող է ուղղակի ինչ-որ մի պահ կանգ առնել եւ վերադառնանք պետպատվերին կամ անունը փոխենք ապահովություն դարձնենք նորից պետպատվեր եւ մասնավոր ապահովական ընկերություններն էլ տոնեն իրենց հաղթանակը։ Շնորհակալություն Թաթուլ այս բովանդակալից եւ շատ կարեւոր դիտարկումների եւ գնահատականների համար, որ ներկայացրեցիք մեր հերոստատիտողին։ Ժամանակ ունենք եւս 5 րոպե մի քանի խոսք ուզում եմ կրթության բժաշխատողների դերի մասին։ Ուրեմն սա նույնպես շատ կարևոր թեմա է, մենք գուցե առաջիկայում սինարություն չունենք, բայց ընդհանուր առմամբ ուզում եմ անդրադառնալ դրան։ Կրթության, բժշկագիտության եւ բժշկական կրթության
համակարգի մասին եմ ուզում մի քանի խոսք ասել։ Տեսեք, դուք խոսիկ վարձատրության մասին, դա ամենակարևորը չէ։ Կարևորը բուժաշխատողի շարունակական մասնագիտական զարգացումն է, կարևորը բազային կրթությունն է եւ ես կարծում եմ իմ դիտարկումներով տասնյակ տարիներ ես այդ համակարգում եմ աշխատել եւ գիտեմ ինչ է տեղի ունենում եւ ինչպիսի իրողություններ ի հայտ եկան, որոնք փոխեցին ամբողջ կրթական համակարգը, այդ մասնավոր բժշկական ինստիտուտներ, չգիտեմ, մասնավոր ինչ-որ քոլեջներ եւ այլն։ Հայաստանի նման երկրում փոքր, կոմպակտ, հոմոգեն անհրաժեշտ է մեկ պետական բժշկական համալսարան։ Եվ ամբողջ ներուժը պետք է ուղղել այդտեղ։ Եվ մենք նշել ենք, որ կրթությունը այնտեղ պետք է լինի անվճար։ Ոչ միայն դա։ Այսինքն այդտեղ պետք է 3 հիմնական գործառույթ իրականացվի։ Առաջինը կրթություն, երկրորդը գիտություն, երրորդը բժշկական պրակտիկա։ Այսինքն համալսարանը ունենում է իր համալսարանական մեծ կլինիկաներ, որ այսօր կա, բայց դա բավարար չէ, անկախ սեփականության ձևից բոլորը կարող են լինել ամբիոններ, համալսարանական կլինիկաներ եւ այլն, բայց այդ դրանք պետք է համակերպվեն այն փաստի հետ, որ դրանց կլինիկական գործունեությունը կառավարվում է այդ խորհրդի կողմից, որ ձևավորվում է համալսարանական կլինիկայում։ Մեկ, որտեղ ուսանողները սովորում են բժշկագիտություն, անցնում են պրակտիկա եւ զբաղվում են նաեւ գիտությամբ հետագայում։ Հիմա եթե այս 3-ը համադրում ենք, պատկերացրեք ինչ ֆինանսական հոսքեր են ուղղվում դեպի պետական բժշկական համալսարան։ Մեկ, երկրորդը ես ամենևին չեմ ասում, որ պետք է բոլորը փակել, այսպես կացնայի բանում, բոլոր առաջադիմություն ունեցող ուսանողներին այդ այսպես կոչված ինստիտուտների, որոնք ինստիտուտ էլ չեն, պարզապես դիպլոմ են տալի, թող չնեղանան ինձնից, իրենք գիտեն, թե իրենք ինչով են զբաղվում։ Նրանց բոլոր այդ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին կարող են որոշակի քննության կամ ատեստավորման միջոցով տեղափոխել բժշկական համալսարան, որպեսզի նրանք շարունակեն իրենց ուսումը։ Սա մեկ, երկրորդը կուզեի խոսել նաև բուժքույրերի դերի մասին։ Մեր հանրության մեջ եւ ընդհանրապես առողջապահության համակարգում մեր բուժքույրերի դերը շատ այսպես անտեսված է, իջեցված է, այնինչ ցանկացած հիվանդանոցում, ցանկացած արտահիվանդանոցային բժշկական հաստատություններում բուժքույրերը կատարում են հիմնական գործառույթների 70-80%-ը։ Մենք պետք է վերանայենք սա, մեզ պետք են կոմպետենտ բուժքույրեր, որոնց դերը չափազանց մեծ է, որոնց աշխատանքը պետք է պատշաճ ձևով գնահատվի, նրանք պետք է շատ լավ վարձատրվեն, նրանք չպետք է դժոխք լինեն, որովհետև նրանք նախկինում կոչվում են գթության քույրեր, այն ինչ որ մենք եղբայրներ կամ քույրեր, այն ինչ որ մենք խոսում ենք առողջապահության համակարգի հիմքերի եւ արժեքների մասին, այսինքն մարդասիրություն եւ գթասրտություն, դա հենց պետք է մարմնավորի այդ գթության քույրը եւ այդ բուժքույրը եւ այդ մթնոլորտը, որ պետք է ստեղծվի բժշկական կենտրոններում, առողջապահական կենտրոններում, պետք է ստեղծեն հենց բուժքույրերը իրենց առաքելությամբ։ Այսքանով ես ուզում եմ ամփոփել եւ եթե մենք ժամանակ չունենք, ուրեմն շնորհակալ եմ։ Ավարտենք։ Մենք բայց ունենալու ենք հնարավորություն այս խոսակցությունը շարունակելու, որովհետեւ առողջապահության համակարգի խնդիրները միայն այսքանով չէ, որ սահմանափակվում են, նաեւ մեր առաջարկներն էլ չէ, որ այսքանով են սահմանափակվում, էլի ասելիքներ կա, մենք կհանդիպենք եթերում, շնորհակալություն, միշտ նոր հանդիպում։ Ես եմ շնորհակալ։ Մենք լսեցինք մեր գործընկեր Հանուն Հանրապետության կուսակցության ընտրական ցուցակի տեխնացու Հայաստանի առողջապահության նախկին փոխնախարար Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Թաթուլ Հակոբյանին խոսեցինք առողջապահության եւ
այդ համակարգի խնդիրների դրանց լուծումների շուրջ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։